Զարթոնք բզնունի շովում, հպարտ քաղաքացին և թաղեմ նախկինների բոյը պրոդակշնը ներկայացնում են։ Գիտեք, ես մինչև հիմա զարմանում եմ համաշխարհային գրականության վրա, դա ես չգիտեմ, դա հիմարություն է, ուղղակի հիմարություն։ Մենք հայերս պետք է պատժեշ կանենք մեր տեղական արտադրության գրողչիցներին, բանաստեղծչիցներին, բաներին, ասեմ ինչու՞մ է բանը։ Ասենք համաշխարհային այդ գրականությունից որ վերցնում ես, այդ Պուշկին, Մուշկին, այդ ինչ անլուրջ է հասկանում եք, ինչ քյոմուր գյադա է, ասես խոճիշ մազերով, փնթի, մնթի, ինչ սորոսական դեմքով բան, ասենք դրանց ոնց կարելի է, ասենք լուրջ ընկալել, հասկանում եք, անհնար է, չի կարելի էլի։ Միակ համաշխարհային գլուխգործոցը, որը իսկապես ճիշտ էր, որովհետև իրականություններ արտացոլում, դա բանն էր, այն Դոն Կիխոտը, ինչ է, Դոն Կիշոտը, ինչ բանը, նա ինչի համար էր լավը, բացատրեմ, որովհետև այդտեղ է Դոն Կիխոտը բանա, չէ, մտավորական, հա, ասենց ապուշ, ցնդած դեբիլ է, ասենց ակնոցներով բան, ժոփեդա ձեռը, ասենց բան անում, իսկ կողքին է, ասենք, Սանչո Պանսան դե իցնե բան էր, ժեղցի էր, ասենք, ժեղի ու գեղցու խառնորդ, ինքը ժեղցի էր, տենց էշով բան, տենց ֆրֆրմել, բայց պարադոքսը ինչու՞մ է, որ այդ Սանչո Պանսան ավելի խելոք էր, քան թե իր տերը, անտեր տերը, դեբիլ է։ Հա, այդ որ տեսնում է այդ Դոն Կիխոտը, հիշում եք, որ սենց բանով այդ նիզակա ինչ ասես գնում են այն բաների վրա գցում են, որ սենց ֆռում են քամուց, վենտիլյատորի նման բաներ են, էլի սենց ֆռում։ Հա, գնում այդ փերը գցում է, ասենք եկքա մարդես, ասենք ինչ ուրիշ բանը գործ չունես, ասենք գործ, աշխատանք, չգիտեմ, գնա հիմնարկ գնա իշուր, աշխատի բան իշուր, չգիտեմ, հաշվապահությունով զբաղվի։ Գնաց իշու փեդերա գցում այդ վենտիլյատորների վրա։ Ու Սանչո Պանսանը ժեղցին ասում է, էլի ասում է, ոյմ տիրակալ ասում է, դու լրիվ ապուշ ես, ասում է, ինչ ես, ասենք սիրուն չի, սազական չի։ Այսինքն այդ բանաստեղծությունը մեզ ոնց որ ի ցույց է տալի, որ ասենք ժողովրդից ելած ծիլը Սանչո Պանսան ավելի խելոք է, քան այն դեբիլը։ Այդ ամեն ինչ պետք է հաշվի առնել, հասկանում եք։ Կամ բանը, ասենք, Դոստոևսկի մի հատ կա, այդ կարդացի, ուրեմն այդ Դոստոևսկու բանը, ապուշը։ Կատարյալ ապուշություն։ Ուրեմն կարդում ես, բան չես հասկանում, ինչ-որ ապուշ է, ապուշ դուսա տալի, ինչ-որ ապուշություններ անում, լրիվ ապուշություն է, ոնց կարդում ես, փորձեցի էլ սկզբից մինչև վերջ կարդալ, հետո վերջից սկսեց արաբերեն ոճով, սենց վերջից սկսեցի կարդալ, լրիվ ապուշություն, խելոք միտք այդ գրքի մեջ չկա, ապուշա, որը ապուշություններ անում, հայանիմ ինչ, ասենք, մեր ապագա սերունդները, ոսկ ինչ պիտի սովորեն այդ ապուշություններից, ոնց կարելի է, բանն էլ անունն է բան, անուն ազգանունն է, կնյազ Միշկին, դե կնյազը պարզ է անունն է, Միշկինն է, դե երևի հայրանունն է, ասենք, բան հորինած իշու, բան ստի սուտ է, էլի սուտ է, իրականության հետ կապ չունի, իսկ մենք պետք է պատժեշ կանենք մեր, տեղական, օրինակ մեր բաներից, հզոր բանաստեղծներից, ում ասենք, բանը, Վարդսրուն Հ, դա իրանք բոլորը սենց կեղծանուններ են վերցնում, որ չջոգեն, բայց մենք հո ջոգում ենք ասել, Վարդսրուն Հ, ինչ ասես գրել է, հիասքանչ բանաստեղծություններ, վիպակներ ունի, ասենք մեկը կոչվում էր բան, ստել թե չստել, հետո ինքը բան էլ բաց է, ակադեմիա էլ բաց է, ասենք, լկտի ճշտի ակադեմիա էլ բաց է, ոչ շատ անց հզոր տիպ է, էլի, բանը մի հատ վիպակ ուներ, ասում է, եթե ես ձեզ 44 օր ասեմ, որ մածունը սև է, դուք կհավատաք, բան, ոչ ասես մոզգով տղա էր Վարդսրունը, բան, էր որ նա տղա է, հա, ուրիշները, ասենք բանը, ասենք Լադինիր Նիկոլյանը հայտնի էլի տենց բանաստեղծ, ուրեմն իր գիրքը երևի տեսել եք, նա գիրքա գրել, այն որ գրքի այդ աբլոշկի վրան է, իր գլուխն ասենց հետևից, այդ ինչ հիասքանչ գիրքը, այդ ինչ մի հատ սենց հիասքանչ գիրքը, Կամասուտրան դեմը բանա, մանկական բանա, գրականություն է, էլի, կարդում ես քեֆը տալիս է, քշերները կարդում ես, զմայլվում է մի ուրիշ ձևի, հետո բան հավաքածու ունի մեծ 18 հատորից կազմված, կոչվում է բան իմնիմնիմի
շատ հզոր գործ, ասենք ոնց կոչվում է, նույն բանն էլ մեջն է, բովանդակությունն է, էլի ուշում մոշնի բան է։ Կամ ասենք բանին վերցնենք, ասենք Քոչար Անդրանիկյանին, հզոր բանաստեղծ Քոչար Անդրանիկյանը շատ հետաքրքիր բաներ է գրել, ասենք բանը իմ պողպատե բեղերը անաչառ են եւ սուր, կամ իր հայտնի բանաստեղծությունը բաներ, ինչպես ես անցկացրեցի իմ Բեղրամիսը, Բեղրամիսի մասին էր խոսում, ու տես շատ սեքսոտ գիրք էր, էլի։ Կամ ասենք բանին վերցնենք, ասենք ոնց էր Սիմոն Ալենյանին։ Սիմոն Ալենյանը հայտնի էսսեիստ, հայտնի շատ դեմք է, ու ինքն էր գրել, չէ՞, բանը ուրեմն երկու գիրք էր գրել, մեկը բանն էր Մուրազ BMW-ն փորումս մնաց, տենց հետաքրքիր մտքեր ուներ էլի այդ գրքի մեջ, մեկը բանն էր գրել, հա, ուրեմն այս վերջերս գրեց, ինչ որ տեղ էր գնում, կամանդիրովկա, ու գրեց, կոչվում էր բան, Բալի, Զայեբալի։ Ну, հետաքրքիր բաներ, ես ուզում եի թարգմանեի դա, ասենք ոնց է հնչում ռուսերեն կամ այդ գիրքը, ու փաստորեն ինչ դուս եկա, որ նույն ձևի է հնչում։ Ուրեմն երկու օր ես գլուխս ջարդում եմ, որ ռուսերեն թարգմանեմ, դուս է գալի որ Բալի, Զայեբալին, ռուսերեն ստացվում է Բալի, Զայեբալի։ Պարադոքս էլի հետաքրքիր միտք էր։ Կամ բան ասենք, բանը մի հատ գործիչ կա, որը բանաստեղծ է իծն է հոգու մեջ, հոգու խորքում, բանը մականունը բան է Պուպուլիկ։ Հա, ու այդ Պուպուլիկը մի հատ հրաշք գործ էր գրել էր բանը վիպակ էր գրել, կոչվում է Ինչ ես կդառնամ, երբ մեծանամ։ Այսինքն հզոր գործեր կան։ Կամ բանը օրինակ Աղազար Հովիկյանը, այնց գժություններ է գրել, որ էլ չասած, այնց մեկը մեկից բաններ լավն են, ասենք բանաստեղծություններ էր գնում, ասենք բան Գարուն Միսատկի էշը կարող է չգա, մոլորակը կլոր է, բանսս հետաքրքիր մտքեր էր արտահայտում էլի։ Ինքը վաշե շատ մոզգ է էլի։ Իր մտքի այդ ծայրը շատ լավ աշխատում։ Մի հատ էլ գործուներ գրել էր բան, ուրեմն հիշում եմ, շատ լավ հիշում եմ, գրել էր իմ միտքը անկախ է իմ գլխից։ Մոշնի շատ բան էլի sense գլուխը sense փայլուն գլուխ հասկանում եք։ Նես որ Ժորժ ջան, ուզում եմ ասեմ, մենք պետք է բաժեշկ անենք մեր տեղական արտադրության պոետներին, որով ասենք ես բանին ով որ հորինել այն լոզունգը են, քայլ արա մերժիր Սերժին կամ դմփում, այդ մարդուն Նոբելյան մրցանակ կտայի, լուրջ եմ ասում։ Այդ ասենք բովանդակություն կա, հասկանում եք, բովանդակություն, այդ նույն բան Աղազար Հովիկյանը գրել էր, ուրեմն հետաքրքիր բաներ գրել, կիսվել էր մեր հետ, ընթերցողի հետ, գրել էր, ուրեմն ասում է, երբ ես մանուկ էի, ասում է, իմ գլխին դաշնամուր ընկավ 4 անգամ, բայց մեկը, տենց էլ գրում է, բայց մեկը իմ միտքը սուր է, անաչառ եւ այլոք, եթե ի վերջո իծն է։ Դե տեսեք, որ խորանում ես, այդ միտք կա, հասկանում ես, շոշափելի միտք կա, դու հասկանում ես մարդը ինչի մասին է գրում, ոչ թե այդ Պուշկին, Շմուշկին, ինչ զրտ ու զիբիլ է, այդ գրքերը վառեք вообще, այրեք к чертовому матերю, այսքանը հաջողություն կտեսնվենք։